Այսինքն ֆիքսենք, որ այս պահին մենք հստակ չունենք գումարային պատկեր, մենք ինչքան է դա նստելու պետական բյուջեի վրա, եւ երկրորդը, Տիկին նախարար, ուզում եմ երևի դուք չգիտեք կամ գիտեք տեղեկացնել, որ օրինակ Վարդենիսի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման պողակի աշխատակիցները օպտիմալացման արդյունքում այլևս ամեն օր մեքենայով, տաքսիներով կամ ձեր մեքենայով չեմ տիրապետում, գնում են Մարտունի աշխատանքի եւ վերադառնում Վարդենիս։ Նրանք դաշտային աշխատողներ են եւ պետքա հիվանդությունների կանխարգելումը կատարեն Վարդենիսի տարածաշրջանում։ Եթե մենք նույն մոտեցումը ունենանք աղմուկում, այսինքն օրինակ ճամբարակի աղմուկը գնահատելու համար Երևանից ուղեգրվեն աշխատակիցները, կարծում եմ մենք եւ բյուջեի համար շատ լուրջ խնդիրներ կստեղծենք եւ մարդկային ռեսուրսները եւ ամենակարևոր արդյունքը աղմուկի ստուգաչափումը չենք ունենա, որովհետեւ մինչեւ հասնեն չափումների աղմուկը այլևս չի լինի։ Շնորհակալություն։ Ուրախ եմ, որ դուք մտածում եք պետական բյուջեի մասին եւ հենց այդ մտածմունքն է մեզ ստիպել անդրադառնալու, թե մեր որ աշխատակիցները որտեղ են նստում եւ ինչքան են աշխատում, ինչ արդյունք են ցույց տալիս եւ մեզ համար տարակուսալի էր, ինչպես կարող է Վարդենիսում աշխատակիցները լինեն, եթե չկան ըստ էության առանձնացված ստորաբաժանում եւ կարողություններ, լաբորատոր հնարավորություններ եւ ինչով են նրանք զբաղվում Վարդենիսում ստանալով աշխատավարձ։ Եվ ՀՎԿԱԿ-ը նաեւ հասկանալով, որ այս օպտիմալացման արդյունքում եւ արդյունավետության բարձրացման համար նաեւ ապահովելու մեր Վարդենիսի աշխատակիցների ուրեմն աշխատանքը ապահովում է նաև նրանց տրանսպորտային միջոցներով, որպեսզի նրանք հասնեն Մարտունի մեր միջոցներով, պատշաճ կատարեն իրենց աշխատանքը, վերադառնան Վարդենիս իրենց տուն։ Այլ բան չենք պատկերացնում, որ մարդը ուղղակի տանը նստի ու աշխատավարձ ստանա։ Ճիշտն ասած, դա համարում ենք սխալ։ Հարգելի գործընկերներ, ես մի հատ ճշտող բան եմ ուզում մեզ բոլորիս ասել, որովհետև կարծես թե լավ չի հասկացվում այդ պահը։ Առողջապահության նախարարությունը ընդհանրապես համարյա բոլոր նախարարությունները, որոնք որ նման ֆունկցիա չունեն, վերահսկողություն չեն իրականացնում։ Եվ աղմուկի չափումները եւ վարչարարությունը իրականացնում է տեսչական մարմինը աշխատանքի եւ առողջապահության։ Հույս ունեմ մենք այսօր կլսենք մեր գործընկերներին այդ մասով, այնուամենայնիվ եկեք դա ֆիքսենք, որ նախարարությունը նույնիսկ եթե չափագրման հնարավորություններ ունի, դա ավելի շատ քաղաքականություն մշակելու համար է իրականացնում, ոչ թե կոնկրետ վարչարարության եւ տուգանման։ Շնորհակալություն։